Դուք լսել եք, որ Տերը Աբրահամի հետ ուխտի մեջ մտավ։ Եվ նաև գիտենք, որ Տերը պատվիրեց, որպեսզի 8-րդ օրը թլպատեն երեխային։ Բոլոր արու զավակներին 8-րդ օրը պիտի թլպատեն։ Ինչու հենց 8-րդ օրը։ Որն է 8-րդ օրվա խորհուրդը։ Շատերը կարդալով Աստվածաշունչը ուզում են հասկանալ, ինչու Տերը հենց 8-րդ օրը հրամայեց, պատվիրեց, որպեսզի թլպատեն արու զավակներին։ Ինչպես միշտ մեր Սուրբ Հայրերի հոգևոր գանձերից պիտի օգտվենք, պիտի մեր Սուրբ Հայրերից վերցնենք եւ փոխանցենք ձեզ։ Ըստ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու 8-րդ օրը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը։ Եվ թլպատությունը ոչ թե զուտ մարմնավոր նշանի համար էր, այլ հավատի վկայության համար էր։ Եվ մենք գիտենք, որ Տերը, մեր Աստվածը, ոչ թե զուտ օրենքի կատարումն էր պահանջում, այլ որպեսզի օրենքի հոգևոր կողմը մարդիկ հասկանան, բայց քանի որ հրեաները չհասկացան, ապա այդպես էլ մնացին օրենքի տակ և օրենքին ծառա եղան։ Սակայն 8-րդ օրը դա կիրակին է, և կիրակի օրը խորհրդանշում է հավիտենական կյանքը։ Ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի ամբողջ աշխարհի պատմությունը բաժանվում է 8 ժամանակաշրջանների, որոնցից 8-րդը արդեն հավիտենական կյանքն է լինելու և այլևս չի ավարտվելու։ Եվ 8-րդը հավիտենական կիրակին է լինելու, որն այլևս չի փոխվելու և երկուշաբթի այլևս չի գալու, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լինի կիրակի օրը։ Եվ այդ կիրակին հավիտենական պիտի լինի։ Այսօրվա կիրակին էլ, այն կիրակիները, որոնք մենք անց ենք կացնում եկեղեցում, հենց այդ հավիտենական կիրակին են խորհրդանշում, հավիտենական կյանքն են խորհրդանշում։ Եվ 8-րդ օրվա թլպատությունը միայն օրենքի համար չէր, այլ որպեսզի օրենքի միջոցով մարդիկ հոգևորը հասկանային։ Իսկ հոգևոր իմաստի մասին, հոգևոր կողմի մասին խոսում է հենց Սուրբ Պողոս առաքյալը։ Փիլիպեցիներին ուղղված իր թղթում Սուրբ Պողոս առաքյալը ասում է, որովհետև իսկական թլպատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը։ Իսկ Կողոսացիներին ուղղված թղթում Սուրբ Պողոս առաքյալը 2-րդ գլխում գրում է. Նրանով թլպատվեցինք հավատով, անձեռագործ թլպատությամբ, Քրիստոսի թլպատությամբ, մերկանալով մեղանչական մարմնից։ Այսինքն թլպատությունը ըստ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու և նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով իհարկե մեղքից հեռանալն է, այսինքն սրտով թլպատվելը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների մեջ ապրելը, հոգևոր կյանքով ընթանալը, այսինքն մեր պարագայում ուղղափառ կյանքով ապրելը։ Եվ Գործք առաքելոցում կարդում ենք, թե ինչպես է Սուրբ առաքյալը հանդիմանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ ելածներին։ 7-րդ գլխում կարդում ենք. Կամակորներ, սրտով ու ականջով անթլպատներ, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն, ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։ Այսինքն օրենքով արված թլպատությունը ոչ մի բանով մարդուն օգուտ չի տալիս, որովհետև նախքան օրենքը Աբրահամը հավատ ուներ, ինչպես որ Սուրբ Պողոս առաքյալն է ասում, և հավատը նրան արդարություն համարվեց, և այդ հավատի նշանն էր թլպատությունը։ Իսկ քրիստոնյաները իրենք սրտով, հոգով, մտքով են թլպատված, այսինքն քրիստոնյան պիտի չարիքից հեռու մնա։ Իսկ ըստ Սուրբ Հայրերի մեկնության, թլպատությունը նաև մկրտության նախօրինակն էր, որի մասին քիչ հետո կխոսենք։ Բայց մենք գիտենք, որ հրեաները թլպատվում էին սուր երկաթյա գործիքով։ Բայց Սուրբ գրքում կա մի օրինակ, որտեղ մենք տեսնում ենք, որ երեխան թլպատվում է քարով։ Սեփորան, Մովսեսի կինը, իր երեխային թլպատում է քարով, եւ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին հրաշալի մեկնություն է տալիս։
Եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում այդ ամենը։ Ելից գրքում կարդում ենք, որ Մովսեսը ըստ օրենքի չէր թլպատել իր տղային։ Եվ գրված է. Եղավ, որ ճանապարհին Իջևանատանը նրան հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։ Սեփորան վերցնելով մի գայլախաս կտրեց իր որդու թլիփը, նետեց նրա ոտքերի տակ եւ ասաց. «Արյան փեսա եղար ինձ»։ Հրեշտակը հեռացավ նրանից, քանի որ նա թլպատության համար էր ասել «Արյան փեսա»։ Այստեղ գրված է գայլախաս, այլ թարգմանություններում, օրինակ, հենց Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու մեջ բերած թարգմանության մեջ նշված է սուր քար։ Բայց ինչու քարով։ Տեսեք, ըստ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու Սեփորան այստեղ խորհրդանշում է հեթանոսած եկեղեցին, այսինքն մեզ բոլորիս, ովքեր դարձի են եկել եւ ընդունել են քրիստոնեությունը։ Հրեաները թլպատվում էին երկաթյա գործիքով, որը նաեւ պատժելու գործիք էր, որը պատիժը գործադրելու գործիք էր։ Իսկ ինչպես գիտենք, օրենքը չկատարող ամեն ոք, եթե անգամ օրենքից մի փոքր բան չէր կատարում, պատժի տակ էր։ Իսկ քարը ինչ է խորհրդանշում, սուր քարը։ Տեսեք, եթե մենք ընթերցում ենք Սուրբ Գիրքը, մենք տեսնում ենք, որ շատ տեղերում թե մարգարեները, թե Տեր Հիսուս Քրիստոսը, թե առաքյալները մեր Տեր Հիսուս Քրիստոսին քար են կոչում, անկյունաքար, ադամանտ, որևէ մի քարի տեսակով։ Ինչու՞։ Ամովս մարգարեի գրքի 7-րդ գլխում կարդում ենք հետևյալը. «Եվ Տերն ինձ ասաց. Ինչ ես տեսնում, Ամովս, ասացի ադամանտ, եւ Տերն ինձ ասաց. Ահա ես ադամանտ կդնեմ Իսրայելի իմ ժողովրդի մեջ»։ Եվ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է, որ այս ադամանդը մարդացյալ բանն Աստված է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է, որ քարի սուր լինելը, ադամանդի պնդությունը ցույց է տալիս, որ Աստծո խոսքը հաղթանակում է ամեն տեղ։ Բայց ինչու Սեփորան խորհրդանշում է հենց հեթանոսած եկեղեցին, որովհետև ինչ որ արեց, հավատքով արեց, որովհետև հավատում էր, որ դրանով կփրկի իր ամուսնուն։ Եվ այդպես էլ եղավ։ Իսկ ինչու Մովսեսը իր թլպատությամբ չփրկվեց, չէ՞ որ ինքն էլ թլպատված էր։ Ինչու իր թլպատությունը նշանակություն չունեցավ այդ պահին եւ հենց երեխայի թլպատությամբ նա փրկվեց։ Մենք գիտենք, որ օրենքի դեմ մեղանչողը պիտի պատժվեր։ Եվ անգամ Մովսեսի կատարած օրենքը բավարար չէր իր փրկության համար, որը խորհրդանշում է, որ օրենքը ինքն իրենով ոչինչ է, եթե չկա Աստվածային շնորհը։ Եթե մարդը որպես այդպիսին Տեր Հիսուս Քրիստոսով թլպատված չէ, Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրաններով թլպատված չէ, եթե Տեր Հիսուս Քրիստոսի հարությանը հաղորդ չէ։ Սա իհարկե չի խոսում նրա մասին, որ Մովսեսը հավատ չուներ։ Մենք գիտենք, թե Մովսեսը ինչ հավատ ուներ, մենք գիտենք, թե Աստված ինչպես էր սիրում Մովսեսին։ Բայց անգամ նա, երբ որ օրենքը խախտեց, օրենքի պատիժը վրա էր հասնում։ Եվ նրա կնոջ հավատով արվածը փրկեց նրան։ Այսինքն հենց հավատն է, որ մարդուն փրկում է։ Սկզբից ասացինք, որ թլպատությունը 8-րդ օրվա խորհրդանշում էր Սուրբ Կիրակին։ Սուրբ Կիրակին Տիրոջ հարության օրն է, եւ մենք գիտենք, որ մեռելների համընդհանուր հարությունը պիտի լինի Կիրակի օրը։ Եվ շատ-շատեր, ովքեր օրենքի տակ են եղել, նույնպես պիտի հարություն առնեն, բայց հաղորդ չեն լինելու Տեր Հիսուս Քրիստոսի հարությանը։ Այլ միայն նրանք, ովքեր Տեր Հիսուս Քրիստոսով նոր կյանք են սկսել, այսինքն հոգով, սրտով, մտքով թլպատվել են, չարից հեռացած են եղել, Աստծո պատվիրանների մեջ են եղել, ուղղափառ հավատքով են ապրել։ Այս մարդիկ պիտի հարություն առնեն հավիտենական կյանքի համար, ինչպես Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին է ասում։ Իսկ մնացածները ուղղակի պիտի հարություն առնեն եւ պիտի իրենց դատապարտությունը լսեն։ Այսինքն օրենքն ինքն իրենով չի ազատում պատժից, այլ միայն հավատը
առ Տեր Հիսուս Քրիստոս, առ Սուրբ Երրորդություն։ Բայց պիտի հիշենք նաև Սուրբ Հակոբոս առաքյալի ասացները, որ հավատն առանց գործերի մեռած է։ Այսինքն հավատը գործեր է պահանջում, բայց ոչ թե օրենքի, այլ հենց հավատի։ Աբրահամի հավատը գործերով էր, եւ Աբրահամը անգամ պատրաստ էր հանուն այդ հավատի իր միածին որդուն պատարակ մատուցել Աստծուն։ Եվ Աստված մեզանից հավատի գործեր է պահանջում, եւ ոչ թե չոր օրենքի։ Իսկ ինչու եմ ասում չոր օրենքի։ Օրենքն ինքն իրենից չար չէր, օրենքն ինքն իրենից անպիտան չէր, բայց հրեաները այդպիսին դարձրեցին իրենց համար օրենքը, եւ օրենքը նրանց շրջապատում, նրանց հարության մեջ չոր մի բան դարձավ, ձևական մի բան, այնքան ձևական, որ արդեն իրենց կողմից տարբեր օրենքներ էին հորինում, որպեսզի հիմնական օրենքները կարողանան պահեն, բայց դա էլ անգամ չօգնեց։ Եվ նորից քարի սրության մասին, որով թլպատեց Սեփորան իր որդուն։ Մենք ասացինք, որ քարը որպես այդպիսին խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին ըստ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու։ Եվ Սուրբ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղված թղթի 4-րդ գլխում ասում է. կենթանի է Աստծո խոսքը, ազդու եւ ավելի հատուկ, քան ամեն մի երկսայրի սուր, եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, հոդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը, նա քննում է խոկումները եւ սրտի մտադրությունները։ Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ, նրա մասին են մեր այս խոսքերը։ Հետևաբար ունենք երկինքներով անցած մի մեծ քահանայապետ Հիսուսին, Աստծու որդուն, ուստի ամուր պահեցեք մեր դավանած հավատը։ Մենք գիտենք, որ Աբրահամը իր կնոջ աղախնուց էլ զավակ ունեցավ, Ագարի որդին Իսմայելը, որը հետագայում դարձավ մուսուլմանների նախահայրը։ Բայց նա որպես օրենքի տակ գտնվող զավակ, որը ծառա էր, խորհրդանշում են նաև հենց հրեաներին, ովքեր այդպես էլ մնացին օրենքի տակ եւ հաղորդ չեղան եւ չհավատացին Տեր Հիսուս Քրիստոսի հարությանը։ Դրա համար էլ օրենքի տակ մնալով դատապարտվեցին եւ բոլոր նրանք, ովքեր դարձի չգան եւ չընդունեն Տեր Հիսուս Քրիստոսին, պիտի դատապարտվեն։ Իսկ ինքը Իսահակը ազատության որդի է կոչվում, որովհետև ազատ ծնվեց, որովհետև ազատ էր եւ խոստման որդի էր, որը քրիստոնյաներին է նաեւ խորհրդանշում, քանզի քրիստոնյաները հենց այդ ազատներն են եւ խոստման որդիներ են, հավատի որդիներ են, որովհետև ինչպես Սեփորան հավատով իր զավակին թլպատեց, այդպես էլ մենք մեր մոր եկեղեցու արգանդից վերածնվելով հոգևոր թլպատություն ունենք, այսինքն մկրտվելով մենք հոգևոր առումով թլպատվում ենք, հեռանալով ամենայն չարից։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր բայց, ցավոք սրտի կա։ Չնայած որ հիանալի մեկնություն լսեցիք Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու այս գեղեցիկ մեկնությունը եւ նաեւ այլ հայրերից մեջբերումներ անելով մի այսպես գեղեցիկ ընդհանուր մեկնություն ստացանք։ Բայց ցավոք սրտի պիտի անդրադառնանք մեր իրականությանը։ Վայ մենք խոսեցինք եկեղեցու մասին, որ եկեղեցում մկրտվողը Տեր Հիսուս Քրիստոսով նոր կյանք մտնողը ինքը պիտի սրտի թլպատություն ունենա, ինչպես որ Սուրբ առաքյալն է ասում։ Բայց արդյոք այսօրվա շատ մկրտվողներ չեն նմանվում հենց այն նույն հրեաներին, ովքեր ուղղակի օրենքի համար թլպատվում էին, որովհետև օրենքը ասում էր, որ պիտի թլպատվեք, բայց Աբրահամի հավատը չունեին։ Միթե այսօր հենց նույն բանը չի կատարվում, որովհետև այսօր շատ մեր հայրենակիցներ մտնում են եկեղեցի եւ մկրտվում են հանուն նրա, որովհետև կարգն է այդպիսին, որովհետև այդպիսի օրենք կա իրենց մեջ, որովհետև պապական ադաթ է, ինչպես ասում են։
Եվ շատ քչերն են, որ իսկապես հոգով թլպատվում են, սրտով թլպատվում են, այսինքն այդ մկրտությունը ունենալով, Սուրբ Հոգու կնիքը իրենց վրա ունենալով, իսկապես հասկանում են, թե ուր են եկել, ինչ կյանք են մտնում, ինչպես պիտի ապրեն, ինչ պատերազմի մեջ են մտնում եւ ինչ է իրենցից ուզում իրենց զորագլուխը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ցավոք սրտի մեր ազգն էլ մեծ մասամբ նմանվել է հենց հրեաներին, այն հրեաներին, ովքեր ուղակի օրենքը գործադրում էին։ Ցավոք սրտի այսօրվա մկրտվածներից շատերը չեն հասկանում, թե ինչ բան է ուղղափառությունը, ինչ բան է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որը հենց ուղղափառ եկեղեցի է։ Եվ մենք նորից ենք ասում, որ մարդիկ անգամ ասում են, մենք ուղղափառ չենք, ինչ եք խոսում, մենք առաքելական ենք, կարծես թե առաքելականն ու ուղղափառը իրար խորթ են, չհասկանալով անգամ տարական բաներ, բառի բացատրությունը չհասկանալով, որ ուղղափառ նշանակում է ուղիղ դավանություն, ուղիղ միտք, ուղիղ աստվածպաշտություն, ուղիղ փառաբանություն։ Եվ ամեն ոգով հեռացած է ուղղափառությունից, ոչ առաքելական է, ոչ էլ Աստծուն է ճանաչում, այլ աղանդավոր է, հերձված է։ Եվ ցավոք սրտի այսօր շատերը չեն հասկանում մկրտությունն ինչ բան է։ Մկրտվելով ապրում են հենց նույն կյանքով, ինչպես ապրել են, եկեղեցուց հեռու, աշխարհին գերի եւ այլն եւ այլն։ Եվ դեռ մի բան էլ մկրտվածների մեծ մասը բամբասում է եկեղեցու հոգևորականների հետևից, չհասկանալով, որ այդպես իրենց են դատապարտում։ Անկամ եթե հոգևորականը մեղավոր է, ոչ մի բամբասանք չի արդարացվում ոչ մի բանով։ Եվ միայն օրենքը գործադրելը, այսինքն գալ եւ տեսանելի ծեսը կատարելը, ոչ մի բանով այդ մարդկանց օգուտ չի տալի, որովհետև ծեսը կարող է կատարվել, բայց մարդը Սուրբ Հոգու շնորհը կարող է չստանալ եւ այդպես էլ դատարկ լինել, ինչպես կնքված պարկը։ Կարող ենք պարկը թագավորական կնիքով կնքել, բայց մեջը ոչինչ չլինի։ Եվ որքան էլ կնիքը վրան լինի, ինքը դատարկ լինի, այդպես էլ կնքված, մկրտված շատ մարդիկ հոգեպես դատարկ են մնում, Սուրբ Հոգու շնորհները չեն ստանում։ Դա իհարկե չի նշանակում, որ դարձի գալու ժամանակ, երբ որ մարդը իսկապես մեկ օր դարձի գա, պիտի նորից մկրտվի։ Կրկնամկրտությունը աններելի մեղք է։ Բայց եթե որևէ մեկը զուտ օրենքը գործադրելու համար գալիս է եւ մկրտվում է, այսինքն այդ պապական սովորությունը կատարելու համար, զուտ իրեն հանգիստ զգալու համար, որ իբրև թե ինքը մկրտված է, ուրեմն հայ է, եւ շատերի համար ինչ որ պայման է, որ մկրտված եմ, հայ եմ, կամ եթե հայ եմ, ուրեմն պիտի մկրտված լինեմ, չհասկանալով, որ Տեր Հիսուս Քրիստոսը ազգություն չի ճանաչում։ Տեր Հիսուս Քրիստոսով մենք դառնում ենք երկնքի արքայության քաղաքացի եւ ոչ թե մեր հայությունն ենք հաստատում։ Լավ է սեփական ազգը սիրելը, սեփական երկիրը սիրելը, բայց ֆանատիզմով տառապելը եւ հայապաշտությամբ զբաղվելը այնպես, որ արդեն քրիստոնեությունն էլ հայաֆիկացնենք, դա արդեն ծայրահեղական մոտեցում է եւ տանում է դեպի կործան։ Եվ եթե մենք պիտի հրեական մոդելով շարժվենք մեր հավատի ճանապարհին, այսինքն զուտ ինչ-որ օրենքի մաս գործադրենք եւ մկրտությունը օրենք համարենք, ադատ սովորություն համարենք, ուրեմն նրանց դատաստանով էլ պիտի դատվենք հետո։ Եթե Սուրբ առաքյալների ասածով, մեր Սուրբ հայրերի ասածով չշարժվենք, եթե եկեղեցու հավատավոր զավակը չլինենք, եկեղեցու հոգևոր ամեն ինչը մերը չլինի եւ մենք եկեղեցունը չլինենք, եկեղեցու մի մասը չլինենք ու ընդհանրապես չապրենք այդ ուղղափառ կյանքով, ուրեմն անգամ հրեաներից վատը կլինենք, անգամ հրեաներից ավելի վատ կարգավիճակում կհայտնվենք։ Ինչպես Սուրբ առաքյալն է ասում, ավելի լավ է բնավ Աստծուն չճանաչենք, քան թե ճանաչենք եւ ուրանանք։